Ռիոփինի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է, բարի երեկո։ Դե ինչ օրվա գլխավոր իրադարձությունը արդեն Վեհարանում տեղի ունեցած բուռն զարգացումներն էին, այս անգամ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի ձերբակալությունը։ Երկրում նաև աշխարհում այսօր կատարված ամփոփենք միասին նախամարոտ։ Աննախադեպ կադրեր Վեհարանից, օրվա գլխավոր իրադարձությունը, Շիրակի թեմի առաջնորդի ձերբակալությունը։ Ինչ է կատարվում քննչական կոմիտեի մոտ այս պահին, կան բերման ենթարկվածներ։ Եվս մեկ քրեական գործ Միքայել Սրբազանի ձերբակալությանը խոչընդոտելու համար։ Հայաստան խմբակցությունը միանում է իմպիչմենտին Միքայել Սրբազանի թեկնածությամբ։ Սամվել Կարապետյանի 7-րդ նամակը ԱԱԾ մեկուսարանից։ Եվ Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի էներգետիկայի պատասխանատուները։ Եվ այսպես օրը սկսվեց Վեհարանի նախադեպը չունեցող պատկերով։ Իրավապահները փորձեցին ձերբակալել այդ պահին այդտեղ գտնվող Շիրակի թեմի առաջնորդին։ Դա թույլ չտալու համար հավաքվեցին մեծ թվով մարդիկ։ Եվ թույլ չտվեցին։ Գերլարված իրավիճակում ԱԱԾ-ն հետ քաշվեց ու պարզվեց, որ եւս մեկ քրեական գործ է հարուցվել, այս անգամ ձերբակալելուն խոչընդոտելու համար։ Նախ վերհիշենք, թե ինչ կատարվեց այսօր։ Խուզարկությունները առավոտից էին սկսել Գյումրիում, սակայն ոչ Շիրակի թեմի առաջնորդարանում, ոչ տանը իրավապահները Միքայել arczepiskopos Աջապահյանին չգտան։ Մեծ հերը խաչը, մեծ հերը սուրը, ով դեպի թող մոտիկ կա։ Էջմիածնում էր Աջապահյանը, քահանայական ժողովին մասնակցելու։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները եւս մայրաթոռի տարածքում էին։ Որտեղ Միքայել Սրբազան մի գնացեք։ Առաջ քաշված մեղադրանքները քահանաներով շրջապատված է լսում Շիրակի թեմի առաջնորդը։ Կարճ ժամանակում Վեհարանում հավաքվեցին կաթողիկոսի եւ հոգեվորական դասի աջակիցները։ Ընդդիմադիր ու հանրային դաշտից տարբեր գործիչներ կոչ արեցին գնալ մայրաթոռ։ Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ ժամը 2-ի դրությամբ արձանագրեց։ Իրավապահները փակել են դեպի Էջմիածին ճանապարհը։ Եվ հիմա էլ չեն պատրաստվում թաքնվելու։ Կգամ, ասաց Աջապահյանը իր հետ կատարվածը ապօրինություն որակելով։ Նշեց, որ թաքնվելու միտում չունի։ Մեկտեղի ունեցողը ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած։ Մենք գնանք Վեհարան, այնտեղ կհամախմբենք, մեր քննարկումները կունենանք եւ եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների։ Հեռացավ դեպի իրավապահների մեքենան թեմի առաջնորդը ստանալով վեհապար հայրապետի օրհնությունը, բայց հավաքվածները չթողեցին arczepiskoposին հեռանալ, նա վերադարձավ Վեհարան։ Եկեղեցի գնացած քաղաքացիներն իրենց զարմանքն են արտահայտում տեղի ունեցողի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում։ Փորձում են մտաբերել, թե մեր պատմության մեջ մեկ էլ երբ է եկեղեցականների նկատմամբ նման արշավ եղել։ Պարզապես ես էլ ձեր նման վանքում էի, վանքի բակում, տեսնելով, որ հոգևորականները այսքան հավաքված, խառնաշփոթ վիճակ, փորձեցի հետաքրքրվել, ինչումն է բանը, գոյություն ունի մայր օրենք, որը իրավունք չունի, ոչ վարչապետ, ոչ իմ նման շարքային քաղաքացի, ոչ Ռամիկը, ոչ նախարարը, ոչ մեկը իրավունք չունեն ոտնահարելու։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվեց մեկնաբանել, նշեց, ասուլիս կհրավիրի, կպատասխանի հարցերին։ Ես հարգելիս ասի այսօր չեմ մեկնաբանել։ Փաշինյանն ուղևորվեց համահայկական հիմնադրամի կոնֆերանսին, ամփոփեցին նախորդ տարվա արդյունքներն ու այս տարվա անելիքները։ Տարօրինակ անսովոր ակտիվություն է Փաշինյաններից Աշոտի էջում։ Բա գիտեիք եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք կանեք, մարդիկ կգործողեք մասշտաբային արյունահեղություններ կազմակերպելու, ռազմական հեղաշրջումներ, փողոցները արյան պլցնելու կոչեր կանեք, ու Աստծո անունը տալով արդարադատությունից կխուսափեք։ Իշխանական падգամավորներից Վահագն Ալեքսանյանն էլ Facebook-ում գրում է. Տենց լավ չի, վաղն էլ մուսուլման եղբայրության կամ Ալ-Քայդայի գրոհայիններին տար մայրաթոռում պահիր, կտրիչ։ Իսկ Վեհարանի մատույցներում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների եւ հոգեվորական դասի աջակիցների պայքարներ։ Վերջինները փորձում էին խոչընդոտել իրավապահներին մուտք գործել մայր տաճար։ Դարպասներն ուժով անցնելու մի քանի ապարդյուն փորձից հետո իրավապահները հեռացան Վեհարանի տարածքից։ Ավելի ուշ դուրս եկավ Միքայել Սրբազանը ու հայտարարեց, որ գնալու է քննչական կոմիտե, թաքնվելու որևէ միտք չունի։ Վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին։ Իսկ կարող էին շատ հանգիստ
շատ մեգուսի ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ մինչեւ 26-ը ներառյալ։ Բայց իրենք կամ գիտակցաբար կամ անգիտակցաբար, ես ավելի հակված եմ առաջինին, որ ցույց տան նաեւ իրենց ուժը մայրաթորի պատերիցներ, իրանք չպիտի որ չիմանային օպերատիվ տվյալներ չունենային, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով եւ դժվար թե չիմանային, որ ես արդեն քանի տարի է, 20 տարուց ավել է, այդ քահանայից տարեկան ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն եմ եւ նախագահ Վեհապար Հայրապետի կողքին ադենապետն է։ Հավաքվածների հետ խոսելուց հետո Աչապահյանը նստեց մեքենան քննչական կոմիտե ուղևորվելու համար, սակայն հերթական անգամ աջակիցները նրան թույլ չտվեցին ճամփա հանքնել։ Վերջին փորձի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդը ոտքով, ապա մեքենայով ուղևորվեց Երևան, քննչական կոմիտե։ Սիմոն Հովանիսյան, Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Միքայել Սրբազանն ի վերջո հասավ քննչական կոմիտե, որն այսօր առավոտյան հայտնել էր, որ կա նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու որոշում։ Քննչականի մոտ մարդիկ են հավաքվել, նաև ոստիկաններ, որոնք սկսել են հավաքվածներին բերման ենթարկել, ահա թե ինչ էր կատարվում այնտեղ օրվա երկրորդ կեսին։ Ողջույն, ով քրիստոնյա է։ Ով քրիստոնյա չէ, ողջույն չի։ Քրիստոնյաներին ողջույն։ Ինչ է կատարվում քննչական կոմիտեի մոտ այս պահին։ Տեղում աշխատում է իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանը։ Մոնիկա, ինձ լսում ես, ինչ զարգացումներ կան, ձերբակալեցին Սրբազանին։ Այո, Դավիթ, ես ձեզ լսում եմ։ Ես հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դիմաց, որտեղ 3 ժամից ավելի բերման է ենթարկվել arczepiskopos Աչապաղյանը։ Այստեղ հավաքվել են մի շարք աջակիցներ, եկեղեցականներ, ինչպես նաև կարմիր եւ սև բերետավորներ ու ոստիկանական ուժեր։ Ժամը 11-ից սկսած ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները մտել էին Մայր Աթոռ Էջմիածին, որպեսզի ձերբակալեին Աչապաղյանին։ Իսկ Աչապաղյանը հայտարարեց, որ նա ինքը կմոտենա քննչական կոմիտե։ Էջմիածնի հենց Մայր Աթոռից Սրբազանն ու աջակիցները քայլարշավ կատարեցին, որի կեսից Աչապաղյանը հայտարարեց, որ մնացյալ ուղին կանցնեն մեքենաներով եւ կգան քննչական կոմիտե։ Շնորհակալություն, Մոնիկա, շարունակենք։ Երեկոյան ամենաուշագրավ լուրը եկավ Հայաստան խմբակցությունից։ Այն միանում է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացին Միքայել Սրբազանի թեկնածությամբ։ Հաշվի առնելով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաեւ փաստը, որ падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աչապահյանի համաձայնությամբ պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահության գործընթաց նախաձեռնելու մասին, Հայաստան խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 падգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Եկեք մի պահ հասկանանք ինչ է իրենից ենթադրում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որից բարձրացել է այս ամբողջ աղմուկը, եւ ոչ միայն Միքայել Սրբազանի, նաեւ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործն է այդ հոդվածով։ Ինչ է իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգաբռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, փորձել է պարզել իմ գործընկեր Անի Հովանեսյանը։ Չեմ արել հեղաշրջման։ Դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք այս երկիրը։ Ժամեր առաջ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության տարածած հայտարարության մեջ ասվում է. Քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աչապահյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի երկրորդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել։ Եվ ասել եմ պետք է ռազմական հեղաշրջում։
Եվ դրանից հետո էլ եմ ասել, պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության եւ Արցախի փրկության համար։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից 3 հաղորդել էին, որ Միքայել arczepiskopos Աչապահյանի երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ 2025 թվականի հունիսի 17-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ուշ երեկոյան Facebook-յան գրառում էր արել։ Ըստ ԶԼՄ հրապարակումների Շիրակի թեմի առաջնորդը նախկինում 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա էրմինիստական, կարծիքն է արտահայտել։ Իսկ ինչ է ասվում հոդվածում։ Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը պատժվում է տուգանքով 10 պատիկից 30 պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով 100-ից 200 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակման առավելագույնը 2 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկման առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկման առավելագույնը 3 տարի ժամկետով։ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով պատժվում է տուգանքով 20 պատիկից 50 պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով 150-ից 270 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ 1-ից 3 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ 1-ից 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Զոհրաբյանը գրել էր, որ Աչապահյան սրբազանի պաշտպանության համար փաստաբանական ումբ է ձևավորվում։ Եթե մի արարքի համար կարող է լինել նաև տուգանք, դա նշանակում է իր ինտենսիվությունը բավականին ցածր։ Անկախ նրանից դրա բովանդակությունը սուր է, վտանգավոր է եւ այլն, դա կպարզվի հետագայում։ Ան հետապնդման հարուցումը բոլորս գիտենք, չէ՞, տակ հետքերով է լինում։ Այս մենք հիմա կոնկրետ զբաղված ենք 1.5 տարի առաջ ուղղակի դաստիարակչական հոգևոր խոսքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։ Դա ինչ ուղղությամբ կօգտագործի իշխանությունը, ես հեռու եմ այս բանի կարծիքային։ Ես համոզված եմ, որ ամեն ինչ այսքանով չի ավարտվել։ Իր համագործական լիազորությունները քաղաքական իշխանությունը վերազանցում է եւ վերազանցելու ընթացքում եւս թույլ է տալիս այլ հանցագործություններ, մասնավորապես կոնկրետ ցուցումով քրեական հետապնդումներ եւ այլն։ Խոսեցինք նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ Հասմիկ Հակոբյանի եւ Ալխազ Ղազարյանի հետ։ Որոշ մարդիկ Աչապահյանի գլխավորությամբ պատրաստ են անգամ հրահրումներ կազմակերպել եւ իրավիճակը սրել անգամ մայրաթորում։ Ես տեսնում եմ տարբեր միավորների, որ այս հատկապես պատերազմից հետո 21 թվականի ընտրություններից հետո տարբեր շարժումներ են գեներացրել, տարբեր իրենց ունեցած 5-10 աջակիցներով փորձել են սադրանքներ հրահրել, այդ մարդկանց բոլորով մի հատ փոքր վեհարանում են կենտրոնացրել իրենց ուժերը, ինչպես ամեն անգամ լինում է։ Եվ մենք գիտենք իրենց մաքսիմումը 7000-ն է, 10000 քաղաքացին է, ես հասարակական լարվածություն տեսնում եմ 3 այսօր, երբ որ քաղաքացիները մեզ ասում են, բա այսինքն մենք պետք է այդ ավտոբուսներում լինենք, որ ուզում էին այրել, պատերի տակ մարդիկ ջուլեն, այդ խանութների բիզնեսմենները մենք ենք, որ ուզում էին ջարդեին ըստ հեղաշրջման պլանի։ Երևի ամսի 17-ի հաղորդագրությունն են հիմք ընդունել, մենք կարող ենք միայն բողոքի ձայն բարձրացնել, թե ինչու մինչև հիմա այդ գործողությունները չէին իրականացվել։ Դարձնենք գլխներից փոքր բենլադեններ։ Իրադարձությունները իրավական համակարգում տեղի ունեցող իրադարձություններ են։ Պետք է մենք բոլորս հիշենք, որ օրենքի առաջ արտոնություն ունեցողներ չկան եւ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են։ 3 ահաբեկչական մի ծրագիր կարծես հանվեց իրավապահ համակարգի ակտիվ աշխատանքի շնորհիվ եւ այդ զգոնությունը պետք չի թույլատրել եւ բոլոր են մարդիկ, որոնք որ այսպես թե այնպես կապ են ունեցել ռազմական հեղաշրջման կոչ են արել կամ ինչ որ կապ ունեն այդ ամենի հետ, պետք է պատշաճ իրավական գնահատական ստանալ։ Հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մինչև միջազգային ահաբեկիչ հանրային քաղաքական դաշտում կարծիքները ու դիրքորոշումները մնում են ծայրահեղ բևեռացված։ Անի Հովանիսյան, Reopen Media։ Իսկ ինչ են կարծում մարդիկ երկրում սկսված ձերբակալությունների մասին, հատկապես եպիսկոպոսների, նախ Երևանում։ Համաձայն չեմ, դա հակառակը, համաձայն չեմ ես դա։ Դա շատ սխալ գործ է, իմ կարծիքով, մանավանդ մայրաթոր։ Չի կարելի։ Սա շատ քիչ բան է։ Թայում կողմից է շատ ճիշտ, ուղղակի կարելի է իշխություն է, հատի իմ խոսքս վերջ։ Ես կարծում եմ, որ գիժ է մեր կառավարությունը։ Ուրեմն կարիք է որ գնացել ես իշխանան ոչ։ Քանի որ քրիստոնեական առաջին ազգն ենք, որ քրիստոնեությունը ընդունել ենք, անհնարին է, աղջիկ ջան, անհնարին է, Փարիզ բունի մասով է։
Ես ինքս հավատում եմ, որ դա անհնարին բան է, դա չլինող բան է։ Որտեղ մեր պապերը գաղթի ճանապարհի տատս մահացած պապուս փորի մեջ աստվածաշունչը կարել, բերել, հասցրել Ղարսից։ Ուրեմն այդ հավատը կա, չէ՞ մեր մեջ։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Հավատով ապրում ենք։ Քանի որ մենք խաչ կրողներն ենք, միշտ մենք դժբաց ենք։ Տանջանքով ենք հասնում մեր հաջողությանը։ Չեմ տեղյակ չեմ։ Չեմ նայում, չեմ լսում։ Այո։ Իսկ ինչ կարծիք ունեք։ Ոչ մի բան հասնում այս ժողովրդին։ Եղավ չեմ։ Որպես իշխանափոխություն լինի։ Բայց ախորժակները թող չբացվի։ Ես կոմունիստ եմ եղել, կոմունիստել կամ եւ աթեիստ եմ։ Իսկ ստեղի ղեկավարության մասին ինչ եմ մտածում, դա իմ գործ։ Ստեղ ինչ միտինգներ կլինեն, ինչ չենելնի, ինչ չի հետաքրքրում։ Ես մենակ հետաքրքրվում եմ տելևիզոր, նույնիսկ նայում եմ միայն ռուսական կանալները։ Դե իսկ Էջմիածնում մեր հարցախույզը տվել է ահա այս պատկերը։ Առավոտյան մայրաթոր գնացած էջմիածինցիներն ու քաղաքացիները հակասական զգացողություններով էին կիսվում մեզ հետ։ Այս տղամարդը չգիտի, որ կողմին հավատալ։ Ես չեմ արտարացնում ոչ մի կողմին։ Ես ուզում եմ ժողովրդին հիմարի տեղ չդնեն։ Հստակ լինի, հասկանում եք, թե ճապրել ենք ուզում ենք։ Եվ ճշմարիտ ենք ուզում ապրենք, չենք ուզում այսպես լինի։ Սա ինձ համար ամոթ է, ուղղակի ամոթ է։ Աստաբան Սերգեյ Հարությունյանը, որը նույնպես գտնվում էր մայրաթոռում, մեծ այդ զրույցում նշեց, այս ամենը մեկ նպատակ ունի՝ հեղինակություն վայելող եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց մեկուսացնել։ Սենց բան մոնղոլ թաթարները նույնիսկ չեն արել, ինչ որ հիմա են անում ներկայիս իշխանությունը, ներկայիս վարչախումբը, սա կարծում եմ մերօրյա սարդարապատ է եւ ողջ ժողովուրդը պետք է կանգնի եկեղեցու կողքին եւ ամեն կերպ փորձի պաշտպանել իր հավատը։ Մայրաթոռի տարածքում հանդիպեցինք նաև քաղաքացիների, որոնք համամիտ էին իշխանությունների ու ուժայինների գործողությունների հետ։ Որպես հայ քրիստոնյա, ասես պղծվածները պետք է դուրս գան։ Պետք է ազատվեն այս սրբավայրից։ Ես երեք առավոտ ժամի 8-ին հենց զանգերը տվել ընդեղ եմ ասել, չեկել ամանչում այդ մեկ հլա ժամերգության։ Հավաքանում Այր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի դիտարկմամբ այնինչ կատարվում է այստեղ միայն եկեղեցու դեմ պայքար չէ։ Իբարս տիրոջ մեր հանրության մեջ արդեն այդ պորտկումը առաջին ալիքը ոնց որ եղավ եւ դիմադրությունը ցույց տվեց, որ անգամից պետական մեքենայի առաջ համախոհված ժողովուրդը կարող է պատնեշ հանդիսանալ։ Հայկական ժողովրդային շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը մտահոգված է։ Իշխանությունն իրավունք չունի նման կերպ վարվել հոգևոր դասի ներկայացուցիչների հետ։ Եկեղեցականին, հոգևորականին եկեղեցու մեջ ձերբակալելը սա ամենաանբարոյական քայլն է, որ կարող է որևիցե մեկը կատարի։ Բայց այստեղ խնդիրը այն չի, թե ինչ հրաման է տալիս Նիկոլը։ Խնդիրը նրանում է, որ սպայակազմը, ազգային անվտանգության ծառայության սպայակազմը կամ ոստիկանության սպայակազմը, ովքեր որ կատարում են այդ հրամանները, պիտի լավ հասկանան, որ տղերք, Նիկոլը գնալու է 26-ին չգնա, կգնա 30-ին, կգնա 31-ին։ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դիտարկմամբ որևէ ժամանակավոր իշխանություն չի կարող հայ առաքելական եկեղեցու վրա մեծ ազդեցություն ունենալ, ավելին անցնել բարոյականության բոլոր գծերը։ Կա պետություն, պետականություն, ինչ-որ սիմվոլիզմ կա դրա մեջ, նաև կա օրենք, օրինականություն, բայց վեհարանի վրա, հայոց եկեղեցու, Աստծո դռան վրա նման ասպատակությունը կարծում եմ շատ նույնիսկ ես ամոթով եմ այսօր այստեղ եկել Աստծո դատաստանից պիտի վախենալ։ Իրան կռվում են, իրանց աթոռի համար են կռվում։ Երկուսն էլ ենթակա են ձերբակալման, երկուսն էլ ենթակա են ձերբակալման։ Հիմա պարզապես Փաշինյանի շանսն է, որ ինքը պիտի ձերբակալի իրան։ Ես 100%-ով համոզված եմ, խապկան քայլ է։ Նարնե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Հիմա արձագանքների մասին Մայրաթոռը հայտարարում է, որ հունիսի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ամոթի օր։ Էջմիածինը խստորեն դատապարտել է հակաեկեղեցական գործողությունները եւ նշել, որ օրինական բոլոր միջոցներով պայքարելու է իր իրավունքների պաշտպանության համար։
Երբեք հնարավոր չէր լինի պատկերացնել, որ հայրենի իշխանություններն ունակեն նման դավադիր հարված հասցնելու հայոց հնագույն ազգային հաստատությանը։ Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցուն այնպես, ինչպես նույնիսկ չեն վարվել ժամանակի օտար տիրապետողներ։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին շարունակելու նույն նախաձեռնությամբ լինել Մայր եկեղեցու կողքին եւ աղոթելու Սուրբ Էջմիածնի պայծառության եւ մեր հայրենիքի խաղաղության համար։ Դատարանից ակնկալում ենք արդարացի որոշման կայացում։ Արամ առաջինն է խոսել, նա ասել է, որ վեհափառն իր խորհրդակցությունները պիտի շարունակի Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդությունների առաջն առնել։ Հարկ է հարգել պետության օրենքները, միաժամանակ եկեղեցու հեղինակությունը եւ իր հարցերը ներքին ճամփով քննելու իրավունքը։ Ներկա բարդ իրավիճակից դուրս գալու առաջին հանգրվանը պետք է լինի դադարեցնել ամեն տեսակ հրապարակային արտահայտություններ։ Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի գրառում արեց, նախ նշեց, որ Սրբազանը խախտել է աստվածաշնչյան պատվիրան հնազանդություն իշխանություններին, այսինքն օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին։ Հետո վիրավորական գրառում արեց, ավելի ուշ եւս մեկը, երրորդում էլ ընդգծեց, որ բախումներ չեն լինելու, հավատավոր հոտն էլ մայրաթոռը ազատելու է։ ԱԱՑ մեկուսարանում գտնվող Սամվել Կարապետյանը հրապարակել է 7-րդ նամակը։ Այսօրվա հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունն ամեն տեղ ու ամեն օր ինքնիշխանության մասին գոռալով երկիրը վերածել է ուրիշների ինքնիշխանությունն ամրապնդելու գործիքի։ Այսօր մեզ նման երկրների գլխավոր առավելությունը կարող է լինել իր սեփական շահերը պաշտպանող ազնիվ ու վստահելի գործընկերոջ կարգավիճակը։ Իսկ դրա բացակայությունը բերեց մեր երկրի ինքնիշխանության ոչ թե ամրապնդմանը, այլ թուլացմանը։ Ամենտեղ ու ամեն օր ինքնիշխանության մասին գոռալով մեր երկիրը վերածեցին ուրիշների ինքնիշխանությունն ամրապնդելու գործիքի։ Մենք միասին մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը, պայքարելու ենք։ Թուրքիայի էներգետիկա եւ բնական պաշարների նախարարը տեղեկացրել է, որ Ստամբուլում հանդիպել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հետ։ Նշել է, որ քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության ուղիները։ Վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Ծարավ աղբյուր փողոցի 55-5 շենքի փակ ավտոկայանատեղիում։ Ժամանել են հրշեջներ, տարհանվել է մոտ 350 բնակիչ։ Հրդեհից ամբողջությամբ այրվել է 6 ավտոմեքենա։ Բաքվում էլ գիշերը խոշոր պայթյուն է եղել, մի պահ նույնիսկ խուճապ։ Առավոտյան բոլորիս ուշադրությունը կենտրոնացավ մայրաթոռի վրա, այդպես էլ չհասկացանք ինչ է տեղի ունեցել նաև Բաքվում։ Եկեք հիմա տեսնենք։ 3 ուշ երեկոյան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Յասամալի շրջանում տեղակայված Ադրբեջան ֆիլմ կինոստուդիայի տարածքում հզոր պայթյուն է գրանցվել։ Այն տեղի է ունեցել կինոնկարահանումների համար նախատեսված հրավառության պահեստում, որին անմիջապես հաջորդել է հրդեհ։ Արդյունքում մոխրակապույտի է վերածվել շուրջ 200 քառակուսի մետր մակերեսով միահարկ շինություն։ Զոհերի եւ վիրավորների մասին չի հաղորդվում։ Այնուամենայնիվ պայթյունն անարձագանք չի մնացել, հատկապես սոցցանցերում, որտեղ շատերն արդեն փորձում են միջադեպը քաղաքական կոնտեքստով բեռնել։ Թեև պաշտոնապես հայտարարվում է, որ դեպքի պատճառները քննվում են, հանրային տիրույթում արդեն սկսել է մեղավորի հստակ նշանակման գործընթաց։ Շարունակելով վերջին շրջանում նկատվող հակաիրանական հռետորաբանությունը, որոշ օգտատերեր շտապել են պնդել, թե Բաքվի պայթյունը իբր Իրանի ուղերձն էր Ադրբեջանի բանակի օրվա կապակցությամբ։ Սա նման է Իրանի կողմից իրականացված սադրանքի, կամ դրոնով են հարվածել, կամ ներսից է պայթեցվել, մեզ ուղերձ էր, բանակի օրվա առթիվ, նշված է միջադեպին նվիրված սոցցանցային մի գրառման մեջ։ Այս դիտարկումները ուղիղ կապում են պայթյունի օրը հունիսի 26-ը Ադրբեջանի զինված ուժերի բանակի օրվա հետ, փորձերով դրան վերագրել քաղաքական ենթատեքստ։ Թեև պետք է սպասել պաշտոնական քննության արդյունքներին, սակայն արդեն իսկ տեսանելի է փորձը միջադեպը վերածելու հակաիրանական քարոզչական գործիքի։ Հիշեցնենք, որ նախորդ օրերին շրջանառվում էր Չամշի հայտի հայտարարությունը, որը կրկին Իրանի հասցեին մեղադրանքներ էր պարունակում Ադրբեջանի ուղղության հնարավոր սադրանքի մասին։ Դիանա Կարապետյան, Աննա Հարությունյան, Reopen Media։ Եվ եկեք տեսնենք ինչ այսօր կատարվել աշխարհում։ Ամենաուշագրավ հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահը, ասելով, որ արևմուտքում անընդհատ թաղում են Ռուսաստանը, բայց իրենք են շունչները փչում։ Միջազգային անցուդարձ ռեպորտաժում։ Ստամբուլյան բանակցություններից հետո Ուկրաինան եւ Ռուսաստանը գերիներ են փոխանակել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Սա փոխանակման 7-րդ փուլն է։ Տուն են վերադարձել 25 տարեկանից փոքր, ծանր վիրավոր եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինծառայողներ։ Հայտնի է, որ վերադարձածների թվում են նաեւ 3 տարի առաջ Մարիուպոլի պաշարման ժամանակ գերեվարվածներ։ Ամենաերիտասարդը 24 տարեկան է, ամենատարեցը 62։ Ստամբուլի բանակցությունների ընթացքում կողմերը նաեւ պայմանավորվել էին փոխանցել յուրաքանչյուր կողմից 6000 զոհվածի մարմին։
Ռուս-ուկրաինական ճակատում ռազմական գործողությունները այս պահին կենտրոնացած են Սումի եւ Դոնեցկի մարզերում։ Ուկրաինական ուժերը հայտարարել են, որ կարողացել են կասեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, մինչդեռ ռուսական կողմը պնդում է, որ խոցել է 39 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի պաշտպանության նախարարը ասել է, որ Ռուսաստանի կողմից մարտերին ներգրաված է 11000-ից ավել զինծառայող Հյուսիսային Կորեայից։ Հյուսիսային Կորեայի հնարավոր մասնակցությունը պատերազմին կարող է ել ավելի սրել իրավիճակը, գրում է Reuters-ը։ Եվրամիությունը եւս 6 ամսով երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, իսկ Մեծ Բրիտանիան խոստացել է ֆինանսավորել Ուկրաինայում հոբ ուժերի եւ հեռար հարվածային զենքերի արտադրությունը։ Ուկրաինայում պատերազմը, մերձավոր արևելքի իրավիճակը եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները դարձել են Եվրամիության գագաթնաժողովի գլխավոր թեմաներ։ Համայնքի առաջնորդները հայտարարել են, որ Գազայի բնակիչները ապրում են իսկական աղետ, զոհվում են խաղաղ բնակիչներ, որոնք նաեւ սովի են մատնված։ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության զեկույցում նշվում է, որ Իսրայելը խախտում է մարդու իրավունքները Պաղեստինյան անկլավում, սակայն Բրյուսելը հրաժարվում է կասեցնել Եվրամիության եւ Իսրայելի միջև ասոցիացիայի համաձայնագիրը։ Առցանց ռեժիմով գագաթնաժողովին միացած Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Եվրամիությունից սպասում է հստակ ազդակ համայնքին անդամակցելու ապագայի վերաբերյալ։ Սակայն բանակցությունների մեկնարկը խոչընդոտում է Հունգարիան, քանի որ ինչպես պնդում է նրա վարչապետը Վիկտոր Օրբանը, դա հակասում է երկրի շահերին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը ճնշում են գործադրում ստիպելու Իրանին հրաժարվել իր խաղաղ միջուկային ծրագրից։ Արաղչին ասել է, որ Իրանը շարունակելու է դիմադրել եւ կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել այդ գործողությունները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Իսրայելի հետ վերջին սրացման հետևանքով 56 զինծառայող է զոհվել։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների Թրամփը եւ Նեթանյահուն համաձայնության են եկել Գազայի հատվածում պատերազմը 2 շաբաթվա ընթացքում ավարտելու մասին։ Գազայի կառավարումը Համասից կփոխանցվի 4 արաբական երկրների, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Եգիպտոսին։ Համասի ղեկավարները կվտարվեն, իսկ բոլոր պատանդները կազատվեն։ Իսրայելը կճանաչի պաղեստինցիների պետություն ստեղծելու իրավունքը։ Նոր պետություններ կմիանան Աբրահամյան համաձայնագրին եւ կկարգավորեն հարաբերությունները Իսրայելի հետ, հայտնում է լրատվամիջոցը։ Գազայում այսօր իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 36-ի, ինչը հաստատվել է տարածաշրջանի բժշկական հաստատությունների կողմից։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հարավային Լիբանանի Նաբաթիա քաղաքում Իսրայելի կողմից իրականացված մի շարք ավիահարվածների հետևանքով 1 կին է զոհվել, 20 մարդ վիրավորվել։ Հարվածը Նաբաթիայում հասցվել է բնակելի շենքի։ Ըստ Ալ Ջազիրայի քաղաքի ծայրամասերում ավիահարվածների հետևանքով վիրավորվել է եւս 7 մարդ։ Ճապոնիայում այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել 34-ամյա տղամարդ։ Նա 2020 թվականին մահվան էր դատապարտվել 9 մարդու, 8 աղջիկների եւ 1 երիտասարդի սպանության համար։ Twitter-ի մարդասպան մականունը ստացած Շիրայիսին հետաքննության վարկածով սոցիալական ցանցում գտնում էր ինքնասպանության մտքով կիսվող մարդկանց, կապ էր հաստատում նրանց հետ, խոստանում օգնել մահանալ կամ միասին վերջ տալ կյանքին։ Ոստիկանությունը նրա բնակարանում հայտնաբերել էր սառնարաններ, որոնցում պահվում էին 9 մարդու գլուխներ։ Շիրայիսի մահապատիժն առաջինն էր Ճապոնիայում 2022 թվականից ի վեր։ Այժմ Ճապոնիայում մահապատժի է սպասում 105 դատապարտյալ, որոնցից 49-ը պահանջում են իրենց գործերի վերանայում։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Այսքանը ամփորձանք, հանգստյան օրեր եմ մաղթում, ցտեսություն։